Զարուհի Փոստանջյանի այսօրվա քարոզարշավը հարազատ արաբ գիրում էր, ուր եւ ծնվել է եւ հարս գնացել։ Կոմիտասի շուկայում քաղաքապետի թեկնածուին գիտեն բոլոր վաճառականները։ Փոստանջյանն այստեղ է գնումներն անում։ Միշտ էլ անկախության հրապարակում լսել եմ իրեն, ինքն էլ մեր հարևանն է։ Բոլոր Հայաստանի կանայք, որ ոտքի կանգնեն, հեղափոխություն կլինի։ Մարդիկ Տարոնի կողմից են։ Որտեւ ինքը քաջարի անձնավորություն է։ Զարուհի Փոստանջյանը ասում է, իրենք հալալ է իրան, բայց ընտրենք ու ընտրենք։ Ռախեցեք, որ ձեզ վնաս չտան։ Հանրապետական կուսակցությունը այլանդակության տիպարա Հայաստանին քանդող, փշող, հալանող։ Թող իրենք մեզանից վախենան։ Չէ։ Եվ որևիցե մեկը, լինի հանրապետական, լինի Սերժ Սարգսյան, կամ մեկ այլ մարդ, որևիցե մեկը չի կարող մեզ խոչընդոտ լինել։ Մենք հասնելու ենք մեր նպատակին։ Անպայման։ Շուկայի առևտրականները առիթը բաց չեն թողնում ընդդիմադիր падգամավորին դժգոհելու։ Առևտուր չկա, սուպերմարկետները վերացնում են փոքր բիզնեսը։ Առևտուր ընդհանրապես չկա, քանի որ Հայաստանում հայ չկա։ Մինուսով ենք աշխատում։ Օր է լինում չեք ծախում ոչինչ։ Օր է լինում ընդհանրապես չենք ծախում, լսում ենք զիբիլի արկղը։ Դուք շատ լավ կին եք, բայց ոչինչ չեք կարող անել կներեք, հա։ Անից բարդակ աստեղ, անից բարդակ վիճակից նայ։ Նախքին մանկավարժ, պատկերացնում եմ, այսօր բոմբ եմ բարը։ Հանձնում եմ, որ հաց առնեմ ուտեմ։ Հանձնում եմ, որ հաց առնեմ ուտեմ։ Խանութները բացել են, սիթիները չեն կարողանում աշխատել։ Կան մեծ այդ մարկետները ձեր գործին ասում են։ Այդ բոլորը շուկա էր մտնում։ Հիմա 1000-ից մեկ են, որ արդեն չունեն, ժողովուրդը գալիս էին, որ գալի հարցնում է, ինչ արժի, նա է գալի շուկա։ Փոստանջյանի գլխավորած Երկիր Ծիրանի կուսակցության նախընտրական ծրագրում փոքր եւ միջին բիզնեսը զարգացնելու դրույթներ կան, որ սուպերմարկետները ի հաշիվ շուկայի չգործեն։ Տեսանք, որ շուկան դատարկ է, բայց այս մայթի վրա կա նաև City խանութը, Ներքևել Սասն է, եթե չեմ։ Այո, մի քիչ ներքևել մեկ այլ սուպերմարկետ է, եւ սրանք ասում են այն մասին, որ տեղի է ունեցել խոշորացում եւ փոքր եւ միջին բիզնեսը բաստացի կորցրել է իր հնարավորությունները աշխատատեղեր ունենալու եւ աշխատելու եւ դրանից օգտվել է խոշոր բիզնեսը եւ այստեղ համադրությունը խախտված է, իսկ նորմալ երկրներում, որոնք զարգացած են եւ իրենց տնտեսությունն է զարգացած եւ ժողովուրդն է բարեկեցիկ ապրում, միջին եւ փոքր բիզնեսը կազմում է շուրջ 75%։ Զարուհի Փոստանջյանը պնդում է Տարոն Մարգարյանը պետք է գա դեմ առ դեմ բանավեճի ու պատասխան տա, որտեղից է կուտակել միլիոնավոր դոլարները, եթե ողջ կյանքում միայն պետական պաշտոններ է զբաղեցրել։ Տարոն Մարգարյանը պարտավոր է գալ եւ խոսել, ասել, որ եթե նա իրոք ազնիվ է, անկեղծ է եւ ճշմարիտ է, իսկ նա ներկայացնում է այսօր Սերժ Սարգսյանին, նա վախենում է բանավեճից, քանի որ նա կաշկանդված է եւ իրավունք չունի այդ ճշմարտությունը ասելու, թե ինչպես է նա ձեռք բերել այս տարիների ընթացքում այդ հսկածավալ հարստությունը եւ ընդհանրապես ինչպես են հանրապետական կուսակցության ներկայացուցիչները այս տարիների ընթացքում այդ հարստությունը ձեռք բերել եւ հաշվետվություն ներկայացնել, ուր են գնացել մեր հանրային գումարները եւ ինչու է այսօր այսպիսի անմխիթար վիճակում գտնվում մեր քաղաքը։ Իդեպ ընտրությունների պատրաստվող Փոստանջյանն այսօր անդրադարձավ նաև սահմանադրական դատարանի որոշմանը մերժել Կոնգրես ՀԺԿ դաշինքի դիմումը անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Գագիկ Հարությունյանը ինքը պետք է նստի նաև մեղադրյալի աթոռին, որովհետև այս տարիների ընթացքում կեղծված ընտրությունները վիճարկվել են սահմանադրական դատարանում, բայց սահմանադրական դատարանը պատշաճ գնահատական չի տվել կեղծիքներին։ Հետևաբար այդ կեղծարարության նաև կնիքը դնողը ինքն է եղել տարիներ շարունակ եւ այսօր է շարունակվում է։ Նա ուղղակի դասվում է մեր նորանկախ հանրապետության ամենահանցագործ տարերի շարքին եւ այդ մեղադրյալի աթոռը իր համար է եւ բանտախուցը նույնպես։ Նախընտրական բուկլետի դարձերեսին Զարուհի Փոստանջյանը մեջբերել է բռնապետական ռեժիմի մասին Ջորջ Օրուելի 1984 վեպից։ Ազատությունը երկուսին գումարած 2 հավասար է 4-ի ասելու հնարավորությունն է, եթե դա թույլատրվի, մնացած ամեն ինչ կբխի դրանից։